Ինչու հոգևորականները կարող են խոսել քաղաքականությունից, իսկ Փաշինյանը ոչ եկեղեցու մասին։ Որովհետև քահանան նախ հայ է, քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նա չի կարող լռել, երբ երկիրը կործանվում է։ Դա պարտք է, ոչ թե քաղաքականություն։ Նա խոսում է ոչ թե կուսակցության անունից, այլ խղճի։ Իսկ Փաշինյանը վարչապետ է, ոչ թե հոգևոր առաջնորդ, ադմինիստրատիվ աշխատող։ Նա իրավունք չունի միջամտելու հավատքին, եկեղեցու կանոններին կամ կաթողիկոսին։ Նման է, որ վարչապետը հարցնի, մտնի ձեր ընտանիք եւ հարցնի. ձեր կինը հարսանեկի պահին ո՞ւյս էր։ Սա սրբության խախտում է։ Եկեղեցին ու պետությունը բաժանված են, բայց մեր հավատն ու խիղճը միասին։ Երբ քահանան զգուշացնում է վտանգի մասին, դա ծառայություն է։ Երբ պետությունը փորձում է փոխել կաթողիկոսին, դա արդեն բռնություն է հավատքի դեմ։